Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ուրեմն ներկայացնում եմ իրավիճակը Բյուրեղավան համայնքում կապված հիվանդությունների տարածման և հիվանդությունների առկայության հետ։ Ուրեմն երեկ երեկոյան ժամը 7-ից 8-ից սկսվել են շտապօգնության բազմակի կանչեր, բոլոր հիվանդների գանգատները եղել են նույնը, փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, երբեմն որոնք ուղեկցվել են երբեմն լուծով։ Ուրեմն ժամը 10-11-ի շրջանում, քանի որ արդեն կանչերի թիվը շատացել է, մոտավորապես երեկ ունեցել ենք 30 կանչ, դա Բյուրեղավանի շտապօգնության համար աննախադեպ քանակը, ուրեմն և սիմպտոմատիկան եղել է նույնը, մենք տվյալ իրավիճակի մասին հայտնել ենք հիվանդությունների վերահսկողության հանրապետական կենտրոն։ Ուրեմն դա ամբողջ գիշեր շարունակվել է այդ կանչերը, մինչև առավոտ և այժմ էլ շարունակվում են, առավոտից սկսած բոլոր քաղաքապետի արդեն ղեկավարությամբ բոլոր կազմակերպությունները տեղեկացված են եղել, սկսած վիոլաջի ջուր, արտակարգ իրավիճակների վարչություն, ովքեր որ ավելի շահագրգիռ են տվյալ հարցը լուծելու մեջ։ Ուրեմն մեր ՀՎԿ-ի ծառայությունը առօրյա 9:30 ստեղ է եղել, բոլոր հասցեները վերցվել է, գնացել են նմուշառումներ են արել, ջրից, հիվանդներից, մենք սպասում ենք դրանց պատասխանների իհարկե, բայց ասեմ, որ տվյալ վիճակը ներկայումս շարունակվում է, նորից շտապօգնության բազմակի կանչեր, նաև դիմելիությունը պոլիկլինիկայում նույն գանգատներով, որում սկսվել են հոսպիտալացվել, այսինքն հիվանդների վիճակը մի քիչ դեպի ավելի ոչ դրական դինամիկա ունի, արդեն մոտորապես 8 հոգի հոսպիտալացրել են Աբովյան բժշկական կենտրոն դեպի, պոլիկլինիկայում այցերը նույն գանգատներով շարունակվում են, ասեմ ձեզ, որ քանակը հիվանդների հիմա սպառիչ չեմ կարող ներկայացնել, որովհետև շատ հիվանդներ ինքնուրույն են գնում կամ Աբովյան, կամ Երևան, կամ գալիս են ստեղ սպասարկվում, նորից հետ գնում, ուզում եմ ասեմ, ամեն ինչը չի, որ կարող ենք շտապօգնության կանչերով մենք որոշակի եզրակացություն ունենալ։ Ինչ կհորդորեք, ինչ կասեք մերաբուր։ Մենք հորդորել ենք, բնակչությանը տեղյակ ենք պահել, մենք բավականին մտածում էինք հանկարծ այլ բան չմտածեն, բայց մեր պարտքը համարեցինք բնակչությանը տեղյակ պահել, որ այդպիսի պրոբլեմ կա, խորհուրդ ենք տվել ջրից չօգտվել, կամ դե բնականաբար հնարավոր չի ջրից չօգտվել, կամ օգտվել եռացրած ջրից, մտածելով, որ միգուցե ինչ-որ մի պրոբլեմ կա, որը կապված է ջրի հետ։ Իհարկե Վիոլաջուր ընկերությունը ստուգումները անցկացնում, չեմ կարող ասել ինչ եզրակացության կգան, քանի դեռ մենք չունենք համապատասխան անալիզների պատասխանները, համապատասխան ուսումնասիրությունների արդյունքները։ Սպասում ենք արդյունքներին, մեր հետագա գործունեությունը ճշտելու համար, ասեմ, որ պոլիկլինիկան այսօր աշխատում է ոչ ստանդարտ, անսահմանափակ ժամանակով։ Պատրաստ ենք բոլոր գործողություններին, շտապօգնությունը տեղորայքի և որևէ բանի պրոբլեմ չունի, և նաև պոլիկլինիկան չունի իր գործունեության ծավալի մեջ օգնություն ցույց տալու համար։